Պարոն Դավթյան, մենք այս պահին գտնվում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի Մոսկովյան մասնաճյուղում։ Խնդրում եմ ներկայացեք ինչ է կատարվում, ում են ձերբակալ է, ինչ քրեական վարույթի շրջանակներում։ Ինձ են դիմել քաղաքացուի Տաթևիկ Կարապետյանի քույրը խնդրելով իր քրոջ շահերը ներկայացնել, ըստ ներկայացված փաստարկի նաև իմ մոտ առկա որոշման խոզարկություն կատարելու դատարանի Տաթևիկ Կարապետյանի եւ այլ նաև կուսակցականների Հայաստան դաշինքից բոլորին բերման են ենթարկել շտաբներն են ստուգել, ձերբակալ ենթադրյալ կաշառք տալու պահով Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Հայաստան դաշինքի, որոնցից հիմնականը դաշնակցական են ու բերել են այստեղ հիմա փորձում ենք գնալ մեր պաշտպանյալներին փորձել փաստաբանական օգնություն ցուցաբերել, ծառայություն մատուցել, խոչընդոտում են նախ այս հերթապահ կոչածն անվտանգության ծառայության, որ անտեղյակ են, դա եթե բերեն մի հատ պոլիպեդ դնեն, նույններ ինչ որ իրենք։ Ասում եմ դուք ստե որ նստել եք, ինչի համար, ասում եմ թողնցի քնիչը վերևից զանգի, ասում եմ որ քնիչ ես, պիտի գնամ իմանամ, քարտուղարություն կապտնվեք, ընդհանուր բաժին, մեկը թող իջնի ստեղ։ Տեղյակ պահեք, որ sense վիճակա, փաստաբաններ են եկել, 3-ից 4 ժամ ես մեր գոլեգանա սպասում, նույնն էլ իր հետ է։ Մենք պարտավոր չենք, մենք ստե պիտի նստենք։ Ասում եմ, որ ինչի համար պիտի նստենք։ Կապնվել եմ թեժգծով մարդու իրավունքների պաշտպանի։ Փաստորեն քրեական դատավարության օրենսգիրքը արդեն չի գործում, պաշտպան ներգրավելու այդ հոդվածները, որոնք սահմանված է, ասում եմ թուղթը նկարեք, տարեք կոմիտե մուտք արեք, ասեմ այդ նոր կարգ է, եթե քնիչը ստեղ է, Նիկողոսյան, զանգում եմ չի վերցնում։ Եթե ստեղ է, քնիչը պարտավոր է իմ զանգի փաստով պայմանավորված փաստաթղթերս էլ վկայական արտոնակ դիմումը վերցնի, տենա քաղաքացին ստե իրանց մոտա թե չէ։ Բերի քաղաքացուն կարծիքը հարցնի ներգրավի, եթե համաձայն է։ Սա է գործողություններս 18 տարի է, այս գործողությունն է միշտ կատարվել ներգրավելու պաշտպանի։ Սրանց համար նոր բան ասում եմ, նկարի էդի ուղարկի մեզ, ուղարկի կողը գնա տար վարչություն ժամանակ են ձգում, ես վստահ եմ հիմա գործողություն են անում, պաշտպան ներկա պետք չլինի, որ վախեցնեն, չգիտեմ, տարբեր ձևերով ահաբեկման տարբերակներ գտնեն, սպառնան ուրիշ ձևերով, երեխաներն էլ երեխեքին էլ հետ են բերել, երկու աղջիկներին են բերել, չգիտեմ ինչ տարիքի են նույնիսկ, որտեղ ինձ, ինձ տիրազգականին ասեց երեխեքին էլ հետն են տարել։ Չգիտեմ, տարիքը չգիտեմ, ճիշտն ասած, նույնիսկ բանի մեջ գրված չի, տվյալները տրված է իր քրեական վարույթ կա ու նա հարուցված, նշված է այդ քրեական վարույթի համարներ, ձերբակալվել է Տաթևիկ Կարապետյանի քույրն է ձերբակալվել, հեսա Նազելի Կարապետյանն է գրում քրոջ մասին։ Իմ համար էսի արդեն արտառոցային առումով, որ ես հասկանում եմ գործող իշխանությունը ցայտնոտի մեջ է։ Հիմա բոլորին ում հասնում բռնում են։ Ուրեմն այս խոզարկության որոշման մեջ կարդում եմ, անձը, որը շտաբի պետն է, զանգում են բանից, դաշինքից հավանաբար, չգիտեմ ով, հարցնում են ինչ կա, մամա, բա վատ էր, բան տարել եմ, ինչ գումար դեղ եմ առել, եմ լսում, մի հատ խնդրանք ունեմ, էլի ասում եմ, փող չկա, էլի մոտս ինձ կոմունալի փող կտաս։ Հիմա հանգարց քնար ջան, քեզ փող պետք կլինի, հանգարց իր այդ մոտիկ են, կզնից փող չուզես։ Հաստատ կտանեն երկուսից կփակեն, որտեղ մենք ընտրություններին փորձել են գումար տալով մեկի շահագրգռեն կամ պարտավորեցնեն։ Ուր ենք հասես։ Ես զարմանում եմ, նույնիսկ Հիտլերի ժամանակ sense բան չեն արել։ Անդրադարձան դուք փաստացի քանի ժամ է գտնվում եք Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ, նշեցիք, որ այս դրսևորումները նախաքննական մարմնի մեկ բանի մասին են վկայում, անձանց ում ձերբակալում են, բերում են, վախեցնեն, ինչ-ինչ ճանապարհներով ցուցմունքներ կորզեն։ Ցուցմունքներ իրենց ձեռնտու։ Այսինքն այդ անձանց գրեն տան մի բան, որը որ իրականության չի համապատասխանում, կին արմատ տա, վախենալուց կարող է ինչ թելադրեն գրի, իրականության չհամապատասխանող։ Բա ինչի համար է պաշտպանության հետ կապված պաշտպանական մարմինը, փաստաբանական մարմինը ստեղծվել, ձևական, որ իրանց քմահաճիկով նմանատիպ դեպքի առնչվել են վայքում, նույնն էլ ընդեղ եղավ, կեսից չկարողացան արդեն խայտարակությունը պահպանել, կեսից արդեն պարզվեց հարցաքննել են, ապօրինություններ են թույլ տվել, ասեն հրաժարվի այդ պաշտպանից, քեզի լավ կլինի բաց կթողեն կեթաս։ Այդ առաջարկն էր, հիմա նույնը ստեղ է, չի բացառում։ Հենց 4 ժամից ավել իմ մյուս գոլեգանը սպասում, նույնն էլ իրան է։ Նստած պահակային ծառայությունը, չգիտեմ, Վահան եւ Նիզակ կազմակերպություն են բացել, Սուրիա Վահանը լավա չեն բացել, երևի հիշել են սովետական միությանն է առնչվում, խուսափել են։ Ոչ մի բանից տեղյակ չեն, ոչ մի նստած են անդեն տամ, ինչի համար։ Անվտանգություն, ինչ անվտանգություն։ Ես էլ ասեմ դուք իմ փաստաբանական աշխատանքի խոչընդոտում եք։ Քրորեն պատժելի արարք եք դուք տալու։ Ասում ախ ենք խոչընդոտում, դες բարձանում են վերև։ Չես կարա բարձրանալ։ Հիմա նկատում եմ, որ քիչ առաջ մոտեցա նաև հիմա այս պահին էլ կմոտենամ, հետաքրքրվեցի շտապօգնությունը արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեին։ Այո, ստեղ մտե բաց չգիտենք ում համար հնարավոր է մեր վստահորդների մասով մտածելն են, որտեղ ֆարոկչական
խնդիրներ ունենան, տեսնեն վատանում են, ստիպված ներգրավեն։